խնամված լինելն է, Չերչինյան Cosmetics։ Բարևարկելի հեռուստադիտող, Մեդինֆորմի շրջանակում այսօր ես զրուցելու եմ Վիգմոր կլինիկի համահիմնադիրներից մեկի Հայկիմի Ավագյանի հետ, ով մասնագիտությամբ օրթոպեդ վնասվածքաբան է, սակայն հետաքրքիր է, որ նաև հանդես է եկել այսպիսի նախաձեռնությամբ եւ իր բոլոր ջանքերը ներդրել է ստեղծելու մի բժշկական կենտրոն, որտեղ կարողանում են հնաշարժական համակարգի խնդիրներին տալ պատշաճ եւ պրոֆեսիոնալ լուծում։ Ես սիրով ներկայացնեմ Հայկիմի Ավագյանին, օրթոպեդիա եւ սպորտային տրավմատոլոգիայի ծառայության ղեկավար, օրթոպեդ վնասվածքաբան, ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի զրույցը։ Ես եմ շնորհակալ։ Նախքան մեր զրույցը ես պատշաճ ուսումնասիրեցի ձեր անցած ուղին, ձեր կենսագրությունը աշխատանքային բավականին ուշագրավ էր եւ լեցուն էր շատ հագեցած վերապատրաստումներով, կոնֆերանսներով, տարատեսակ նոր մեթոդների տիրապետելով եւ այլն։ Ուզում եմ մի փոքր հակիրճ հայացք նետենք ձեր անցած ուղուն, նախ եւ առաջ որպես կյանքի կտրվածքով, այ որն եք համարում ձեր մեծագույն ձեռքբերումները եւ աշխատանքի եւ անձնական կյանքի առումով խնդրեմ։ Շնորհակալություն նախ հյուրընկալելու եւ նկարանելու համար։ Եթե անդրադառնանք իմ բավականին արդեն, եթե կարելի ասել, երկար տարիների աշխատանքային փորձի ու մասնագիտական ճանապարհի վրա, պետք է որ կանգ առնելով ասեմ, դա սկսել է 90-ական թվականների սկզբից, երբ որ արդեն հետբուհական շրջանում սկսվեց իմ աշխատանքային գործունեությունը։ Հիմա այդպես եւ պսի մոդայիկ բառ կա, որը կոչվում է ստարտափեր, այսպես ասած։ Այն ժամանակ իհարկե այդ բառակապակցությունը չկար եւ հասկացողությունը չկար։ Եթե իմ մասնագիտական ճանապարհը բաժանեմ 3 մասի, դրանք բաղկացած են եղել 3 ստարտափերից։ Առաջի ստարտափը դե բնականաբար ես չեմ սկսել, դա եղել է իմ հետբուհական առաջի տարին 92-93 թվականներն էր, Երևանի բժշկական կենտրոնում բացվում էր նոր բաժանմունք, օրթոպեդիայի եւ արթրոսկոպիկ վիրաբուժության ծառայություններ, դա լրիվ նորություն էր Հայաստանի համար, ստեղծվել էր դա ամերիկահայ մեր գործընկերների եւ տեղացի բժիշկների ուրեմն ջանքերով, այո։ Եվ բախտ ունեցա ինձ միանգամից հետբուհական շրջանում այդտեղ այդ առաջի ստարտափին մասնակցել եւ աշխատել եմ երկար տարիներ մինչեւ 98-99 թվականները։ Հետո 98-99 եւ 2000 մինչեւ 1 թվականները վերապատրաստվել եմ Միացյալ Նահանգներում տարբեր բժշկական համալսարաններում եւ կենտրոններում, մոտավորապես ընդհանուր առումներով 2 տարի տևողությամբ, դրանք UCSF-ն էր, Cincinnati Sport Medicine-ի կենտրոնը եւ այլն։ Եվ վերադառնալով Հայաստան 2001 թվականին, էլի նորից ստարտափ, սկսվեց այդ ստարտափը նախկին պրակտոլոգիայի ինստիտուտում, լրիվ զրոյական մակարդակով, իհարկե իմ գործընկերներից ոմանք արդեն որոշ առաջիկ հայլեր էին կատարել, բայց ստեղծեցինք առաջի սպորտային բժշկության եւ օրթոպեդիայի բաժանմունքը։ Դա 2001 թիվն էր, հիշում եմ, որ անգամ հիվանդանոցի մուտքը չէր ադապտացված վնասվածքներ ստացած մարդկանց հոսպիտալիզացնելու համար։ Այսինքն մինչ այդ գոյություն չուներ սպորտային տրավմաների հենց հատուկ ուղղվածությամբ։ Սպորտային տրավմաներով զբաղվող մասնագետներին կային եւ կար օրթոպեդիայի ինստիտուտում նախկինում զբաղվող սպորտային բժշկությամբ ինձանից ավելի մեծ տարիքով իհարկե մասնագետներ կային, բայց սա նոր շունչ էր, նորություն էր, այդ ու ձեր ջանքերով ստացած այդ բաժանմունքը։ Այո, եւ ոչ միայն իմ ջանքերով, այլև մեծ ուրեմն ներդրում ունեցան նաեւ ամերիկահայ մեր գործընկերները եւ ոչ միայն ամերիկահայ, այլ ամերիկացի մեր գործընկերները, որտեղ դրանք տեխնիկական լուրջ բազա ունենալու եւ ստեղծելու, ապահովելու եւ շարունակականությունը ապահովելու հիմքեր ուներ, պետք էր դա մի խոսքով պետք էր շարունակական լիներ։ 2001 թիվն էր ստեղծվեց երկրորդ ստարտափը եւ վերջի ստարտափը, որը մենք գտնվում ենք հիմա այդ ստարտափի հիմքերում, ստեղծվեց էլի 3 բժիշկների
ուրեմն միասին քայլելու շնորհիվ եւ իհարկե ինվեստորների եւ սեփականատերերի ներդրումով ստեղծվեց բժշկական կենտրոն առաջին Վիգմորը Պուշկին 56 հասցեում Բժիշկ, որքան ես նկատում եմ առողջապահական ոլորտի շատ հաստատություններ գերլեցուն են հիմա պացիենտներով, հիվանդներով, այստեղ հետաքրքիր հարց է առաջանում, մարդիկ նախկինում չէին ուշադրություն դարձնում իրենց առողջությանը, դիմելիությունը բուժ հաստատություններ այդ պատճառով էր քիչ, թե հենց ֆինանսական հարցներ, ուստի երբ ներդրվեց առողջության ապահովագրության համընդհանուր այս մոդելը, մարդիկ սկսեցին զբաղվել իրենց առողջությամբ, ձեր կարծիքը այս մասին եւ առհասարակ ձեր կենտրոնում այն ինչպես է աշխատում։ Իրականության մեջ պետք է ազնիվ լինենք եւ ուրեմն ազնվորեն ասենք, որ բոլոր ժամանակաշրջաններում ես դեռ հիշում եմ խորհրդային ժամանակաշրջաններից 90-ական թվականների առողջապահական համակարգերը, հետո 2000-ականների սկզբները եւ այլն այսպիսի սա աննախադեպ բան էր, այսպես ասած, մարդկանց մեծ քանակություն, շատ մարդկանց մեծ քանակություն չունեին այդ հնարավորությունները, որպեսզի կարողանային բուժհաստատություններից օգտվել։ Լինում էր սելեկցիա, չէին կարողանում մոտենալ էլ ավելի բարձրակարգ բուժկենտրոններին, ավելի, այսպես ճակերտներով ասած, ավելի թանկարժեք բուժծառայության չէին կարողանում դիմել։ Այժմ եթե մարդը ունի առողջական խնդիր, նրանց ճնշող մեծամասնությունը ստանում են այն բուժօգնությունը, որոնք, չգիտեմ, հնարավոր չէր ստանալ ընդամենը 1 տարի առաջ։ Եվ շատ է մատչելիացել, եթե ասենք օրինակներ, եթե փաստացի օրինակներով խոսանք, որ ավելի մատչելի լինի մարդկանց, օրինակի համար 20-25 տարի առաջ, երբ որ խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում էին անում, դրանք վերջանում էին նրանցով, որ մարդկանց այն մասան, որ իրան թույլ էր տալի, ես հիշում եմ այդպիսի դեպքեր, որ մարդիկ իրենց տունն էին գրավ դնում, որպեսզի վարկ վերցնեն ու կարողանան վիրահատվեն, ազնվորեն ասած։ Եվ քանի որ մատչելի չէր եւ բավականին, ասենց ասեմ, թանկարժեք վիրահատությունների ցանկում էր։ Հիմա անգամ այդ վիրահատությունները մեզ մոտ աննախադեպ, եթե ասենք թվային էկվիվալենտով ասենք, մոտարապես 8-ից 10 անգամ մատչելի են դարձել սովորական մարդկանց համար եւ իհարկե քանակությունն է շատացել։ Եվ ընդհանրապես այդ բարդ էնդոսկոպիկ ճանապարհով կատարվող վիրահատական միջամտությունները, որտեղ օգտագործում են նաև տարատեսակ իմպլանտներ եւ այլն, դրանք էլ են դարձել շատ մատչելի եւ հասանելի Մատչելի նկատի ունեք գնային առումով նրանց համար մատչելի, թե որոշակի մասնապետությունը վճարում պացիենտի փոխարեն։ Կան նոզոլոգիական միավորներ, որ պետությունը ամբողջությամբ ուրեմն կոմպենսացնում է ծախսերը, կան որոշակի նոզոլոգիաներ, որի դեպքում որը անհամեմատ ավելի ցածր հավելավճար է, որը նախկինում կատարում էր անգամ պետպատվերի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհամեմատ ավելի լավ է։ Պետք է ազնիվ լինել եւ խոստովանել, որ այս պարագայում մեծ մասաներ կարողանում են օգտվել այս ծառայությունից։ Ապրեն են մարդիկ, որ կարողացել են այս ամեն ինչը կազմակերպել եւ ապրեն մարդիկ, որ կարողանում են սա պահել ու շարունակական դարձնել այս խնդրը։ Շնորհակալություն բոլորից, ովքեր կարողացել են սա կազմակերպելու անել եւ էլ ավելի կատարելագործեն։ Կցանկանայի նաեւ նշեք ձեր կարծիքը շատ է Հայաստանը զիջում առաջատար երկրների փորձին, որակին։ Այստեղ էլ պետք է անկեղծ լինեմ ձեր հետ։ Ես չեմ ուզում տենց ականջահաճո բառեր ասել հանրությանը, որ կնա այս հաղորդումը, եթե կարճ ու հակիրճ ասեմ, այո, մենք շատ բաների հասել ենք, բայց շատ բաներ ունենք դեռ անելու։ Զիջում ենք, այնուամենայնիվ որ Չէ, զիջել բառը չեմ ուզում օգտագործել։ Այո։ Ես չուզեցա զիջել բառը օգտագործել, բայց սենց ասեմ, եթե կարելի է եթերում ասել, ունենք նախագահներից մեկը, որ Վիգմորը արդեն 9 տարի է գործում է, մենք նոր չենք արդեն, մյուս տարի արդեն 10-րդ տարին ենք նշելու Վիգմորի բացման, այն ժամանակվա նախագահը
հարց տվեց, ասեց, որոնք են սպորտային բժշկության ամենազարգացած երկրները աշխարհում, ես բանը փորձեցի ոչ երկիմաստ պատասխանել, ասեցի չգիտեմ որոնք են, բայց մենք ամեն ինչ անում ենք մեր ուժերի սահմաններում, որ մենք լինենք գոնե առաջի 50 երկրների մեջ, ասենց ասեմ։ Ինձ թվում է շատ անպագորգոր կհնչի, այսպես ասեմ, եթե մենք ասենք մենք համահունչ ենք, մենք արդեն հասել ենք, ոչինչով չենք զիջում, այո, շատ բաներում մենք հասել ենք այն մակարդակի, որ անհամեմատելի ասենք, եթե համեմատենք մի 20-30 տարի առաջվա, անհամեմատելի առաջխաղացում կա, բայց զարգացած երկրների եւ ուրեմն առողջապահական համակարգերի եւ ընդհանրապես օրթոպեդիայի բնագավառում դեռ շատ անելիքներ ունենք։ Կա մի վիրահատություն, որը անչափ տպավորիչ է եղել ձեզ համար, այն կարելի է նույնիսկ եզակի համարել։ Իհարկե եղել են, բացառիկ դեպքեր են եղել սպորտային տրավմաների մեջ, պես ունեի երկու կողմից միառժամանակ MC տրավմաներ ստացած բանը մեծ կրծքամկանի վնասվածքներով սպորտսմեն, զույգ ծնկոսկրերի ուրեմն ծնկոսկրի սեփական կապանների միառժամանակյա պատռումով տրավմաների դեպքեր եւ այլն։ Տեսեք, իմ գործունեություն եւ ընդհանրապես մեր բաժանմունքի երբևիցե մեր գործունեության մեջ երկու ուղղություն գոյություններ, մեկը սպորտային վնասվածքները, որոնք որ ինչպես գործող սպորտսմեններն են վնասված ստանում, այնպես էլ ակտիվ կենսակերպով սպասող մարդիկ ամենացավոտ ուրեմն ու ամենաբարձր պատասխանատվությամբ պացիենտներն են նրանք, որոնք որ այդ պահին գործող սպորտսմեններ են եւ ունեն տիտուլներ։ Ես ունեմ արտերկրից անգամ ուրեմն օլիմպիական գործող չեմպիոններ։ Ռախիմ Չախկիևը երբ որ եկավ Հայաստան արմունկը վիրահատելու, ես հիշում եմ այդ պատասխանատվության զգացողությունը, որ գործ ունեմ գործող օլիմպիական չեմպիոնի հետ եւ WBC-ով օլիմպիական չեմպիոնի հետ։ Եղել են աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, իհարկե մեր հայրենակիցները, որոնց որ նույնպես մեծ պատասխանատվությամբ ես մոտենում այդ աշխատանքին, որտեղ գործ ունես ոչ սովորական մարդու հետ, մարդը պետք է վերադառնա սպորտ։ Ու այդտեղ ճակատագրական է այդ մարդու համար վերադառնալ սպորտ եւ մեկ այլ ոլորտ նաեւ սպորտային տրավմաների, որը որ շատ ոչ պակաս կարևորում եմ, որ շատ դժվար ոլորտ է, դրանք բալետի արտիստներն են։ Շատ բալետի արտիստներ, որոնք որ իրենց աշխատանքային այդ գործունեության ժամանակ կարողանում են ստանում են այնպիսի տրավմաներ, որոնք որ պատշաճ բուժելու դեպքում անգամ ամեն ինչ պրոտոկոլային անելու դեպքում անգամ կարող ես չստանալ այն արդյունքը, որը որ պացիենտը ակնկալում է, որ պետք է ստանա։ Այստեղ պացիենտի ակնկալիքի իր ծանրաբեռնվածության աշխանի, պատասխանատվությունը բժշկի ու մնացած վարպետությունը այդ ամբողջությամբ իր դերն են կատարում, որպեսզի կարողանաս այդ ամեն ինչը հաղթահարես ու կարողանաս պատվով դուրս գաս տրատակից։ Շատ մեծամասամբ դեպքերում պետք է հպարտությամբ նշեմ, որ կարողացել ենք մեծամասամբ դեպքերում մարդկանց վերադարձնել տալ այն ինչ որ իրենք ձգտում են ու այն ինչին որ իրենք արժանի են իրենց սպորտային եւ արտիստիկ շարունակեն իրենց սիրած գործը։ Շնորհակալ եմ պարոն Ավագյան, ես կարծում եմ դուք եւ նախաձեռնող մարդու վառ օրինակ եք եւ մոտիվացնող, ինչպես նաեւ բազմաթիվ արդյունքներ, որոնք վկայում են ձեր բժիշկ տեսակի մասին, հենց մեր զրույցի վերջի հատվածի մարդկանց ճակատագիրը դրա վառ օրինակն է։ Երբ ձեր օգնությամբ շատ մարդիկ վերադառնում են մեծ սպորտ, բեմ եւ զբաղվում իրենց սիրած գործով։ Շնորհակալ եմ անչափ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Վինչ ջրեն, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի էջի բոլոր սիրահարներին, ես ինչպես միշտ գտնվում եմ Hill սպորտային համալիրում եւ մարզիչ Արտուրի հետ ձեզ ցույց ենք տալու շատ հետաքրքիր եւ գրագետ վարժություն կատարելու ձևը։ Ողջույն Արտուր։ Ողջույն։ Այսօր ինչ ենք ցուցադրելու մեր էջի սիրահարներին։ Կրծքավանդակի մկանները,
Կարանք սկսենք արդեն։ Տարանջատենք կանանց եւ տղամարդկանց, թե երկուսերն էլ կարող եք սա կատարել։ Երկուսերն կարող են կատարել, այո։ Խնդրեմ, սկսենք։ Ուրեմն գլուխը հենում ենք, բայց այսինքն վերև չենք նանում, ուշադրություն ենք դարձնում գլխի դիրքին, որից հետո սկսում ենք աշխատանքը այսպես, արմունկները կիսածալած պահելով, իջացնելու ժամանակ ուշադրություն ենք լինում, որ արմունկները լինեն կոտրած, իսկ երբ որ բարձրացնում ենք վերև, արմունկները կիսածալած չլինեն։ 12 հատ 4 մոտեցումով ցանկալի է անել։ Բայց կանանց համար դա շատ չէ, 12 հատ 4 մոտեցումով։ Չէ, շատ չի, քաշը կապում։ Այո, կարելի է կատարել թեթև քաշերով։ Քաշը կարելի է կատարել արժությունը։ Իսկ ենթադրենք կանայք, ովքեր ունեն իմպլանտներ կրծքերում, վիրահատություն են տարել կամ առողջական նպատակով կամ էսթետիկ, նրանց կարելի է այս վարժությունը։ Էսթետիկ նպատակով իհարկե կարելի է, բայց ինչ վերաբերում է միջամտություն արած, արդեն դա պետք է բժշկի խորհրդով։ Այո, այս դեպքում։ Մենք չենք կարող ասենք։ Ինչ պետք է ասի, թե ինչ քաշովանի, ոնց անի, դա կարևոր է, էլի։ Մենք կարող ուղղորդենք, բայց մնացածը պետք է Այո, բժիշկը ցույցի։ Եվ ինչպես միշտ մարզվելու վերջում մենք խոսում ենք ջուր խմելու կարևորության մասին, մենք բազմիցս ընդգծում ենք, այո, որ դա կարևոր է։ Դուք միշտ խմում եք ջուր մարզվելիս։ Այո, մենք միշտ ջուր խմում ենք, ջուրը պետք է խմել, մանավանդ երբ որ մարզվում ենք, չպետք է ջրազրկել։ Այո, եւ ֆիտ ջրերը հարգելիներս հենց նախատեսված են մարզվելու համար, եթե նկատեք, դրանք ծանրակարեր են հիշեցնում, այսինքն նույնիսկ տանը կարելի է ունենալ այս ջրերից եւ առավոտյան 5 րոպե պարզապես ֆիզիկական ակտիվություն հաղորդել օրգանիզմին։ Շնորհակալ եմ Արտուշ, կարևոր վարժություն գրագետ ցուցադրելու համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար, եթե դուք կարևորում եք ձեր առողջությունը, ձեր մարմնի եւ կեցվածքի գրագետ լինելը, հետևեք այս էջին եւ այնտեղ կգտնեք այդ վարժությունները գրագետ կատարելու մասնագետների օգնությամբ կատարելու ճիշտ ուղիները։ Հուսում ենք կհանդիպենք։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics